որը և գաղութագրուշը։ Այսօրվա դասի նպատակը ձևավորել նոր գիտելիքներ, այդ գիտելիքները կլինեն ուրեմն զանգվածային լրատվությունը և զանգվածային լրատվության միջոցները, մեր ստացված միջոցները, գիտելիքները նոր, կլինեն ձեզ համար կարողունակություններ, որպեսզի տարանջատենք զանգվածային լրատվական մամուլի տեսակները և ձեր խոսքը ինչու ոչ ձեր նորույթը զանգվածային լրատվական մամուլի միջոցով և տեղեկացնել և նաև նոր լրատվություններ, նոր նորություններ ձեռք բերեք լրատվական զանգվածային մամուլով, ունենաք մեդիագրագիտություն, սոցիալական համացանցից կարողանաք գրագետով տվել, աղքատություն ձեռք չբերեք սոցիալական համացանցից, որպեսզի այն ավելի այսպես արգիլ լինեն թերթերը ձեր կյանքում, ոչ համացանցից կախվածությունը, որպեսզի այս տարանջատենք լրատվային զանգվածային մամուլի նաև տեսակները։ Եվ դասի վերջնարդյունքը կլինի հետևյալը, որ ձեր ստացված նոր գիտելիքները կարողանան կիրառենք ձեր ամենօրյա կյանքում, հաստատենք ուրեմն ձեր նախորդ դասի հետ, որն է ձեր նախորդ դասի երեխաները։ Կարող եք ասել, Վանեսա ջան, կարող եք ասել։ 13-ի նախորդ դասը։ Շահերի պահպանություն և բազմապարտություն, ճիշտ է։ Հարցերը, ով կարող է ինձ ասել, ինչ աշխատանքի շահերի պաշտպանությունը, ասել Վանեսա ջան։ Աշխատանքի շահերի պաշտպանությունը դա այն է, երբ որ աշխատանքային երեշտները միանում են իրար և պահպանում են, որպեսզի աշխատակիցների իրավունքները չոտնահարվեն, օրինակ աշխատողը պահանջում է աշխատավարձի բարձրությունը։ Ապրես, ու շատ արդի թեմա, կանանց ինքական սերին վերաբերելի թեմա, կանանց իրավունքների պաշտպանությունը ինչ են ներկայացնում, Ասասաթեն ջան։ Կանանց իրավունքների պաշտպանությունը փորձում է ապահովել կանանց դերը երկրի վրա, որպեսզի նրանց հարմարավետ լինի և դրսում և աշխատանքի վայրում։ Ապրես։ Հավերենք, որ ունենք իրավահավասարություն, չէ, որը ամրագրված է սահմանադրության մեջ, որ յուրաքանչյուրս հավասար է օրենքի առջև, աղքատիչից, երեխաներ ազգությունից, սեռից, չէ, տարիքից, ազգային պատկանելությունից, իսկ այստեղ մենք քննարկում ենք կանանց իրավունքների պաշտպանություն։ Հարցս հետևյալն է, ինչ է բնապահպանությունը և բնապահպանության շահերի պաշտպանությունը։ Ասեք Բնապահպանական շահերի պաշտպանությունը դա այն է, երբ որ օրինակ հատուկ մասնագետները ասած պայքարում են ծառահատումների դեմ, որպեսզի չանաբերությունը Հայաստանում և օդը ավելի բարելավված լինի։ Եվ օդը, այսինքն օդի աղտոտման դեմ են պայքարում, չէ, պահպանում են բուսականության, ավելի ուրեմն ընդհանրացման դեմ և որպեսզի այո ծառերը չհատեն, բնությունը չաղտոտվի, չէ, և ունենք հասարակական կազմակերպություն, կանաչների միություն ունենք, որոնք զբաղվում են նման խնդիրների շրջանում։ Այսօրվա մեր ապրես Վիկտորիա ջան, այսօրվա ուրեմն մեր դասը լրատվական զանգվածային մամուլն է, տեղեկույթն է, ինչ է իրենից ներկայացնում ԶԼՄ, ապահովումը բացենք լրատվական զանգվածային միջոցներ։ Մենք գիտենք, որ ունենք 3 իշխանություն, այդ իշխանություններն էին օրենսդիր, գործադիր և դատարան իշխանություն, և ունենք 4 իշխանություն, այդ իշխանությունը, այո Վանեսա ջան, այդ իշխանությունը չգրանցված իշխանությունն է, որը համարվում է լրատվական զանգվածային միջոցները։ Մոտենում է դասարանի կենտրոնին և ներկայացնում է իրեն հազարված առաջադրանքը, նաև իր նորամուծությունը, նոր գաղափարները, տեղեկույթի հետ կապված ինչպես պետք է անենք, որ տեղեկույթը էլ ավելի հետաքրքիր լինի ոլորտային մասերով և հասարակությունը ստանա ավելի գրագետ ճշգրիտ տեղեկույթ։ Առաջինը
Առաջի համարձակներն ովքեր են, որ ցանկանում են իրենց աշխատանքը ներկայացնել։ Ովքեր են։ Դուք այո։ Թերթերի մասին։ Թերթերի ստեղծման թիվը առաջի տպագիր ստեղծվել են 17-րդ դարում ԵՎԿ։ 1605 թվականին Գերմանիայում դուրս է տեսել առաջի տպագիր թերթը «Ռելացիոնը»։ Հայկական առաջի տպագիր թերթը եղել է «Ազդարարը», որը դուրս է տեսել 1794 թվականին Ազդարարը։ Լրագրողի աշխատանքը ռադիոյում։ Ռադիոյում լրագրողի հիմնական գործը տեղեկատվություն հավաքելն ու այն լսարանին փոխանցելն է ձայնի միջոցով։ Լրագրողի պարտականությունները։ Տեղեկատվություն հավաքում, գտնել նորություններ, փաստեր, ստուգել աղբյուրներ, հարցազրույցներ վարել զրուցել մասնագետների, ականատեսների կամ պաշտոնյաների հետ։ Նյութի պատրաստումը, գրել տեքստը, որի համար ռադիոհաղորդման համար, կարճ, հստակ եւ հասկանալի։ Ձայնագրությունը եւ հաղորդումը կարդալ լուրերը հստակ արտասանությամբ, ճիշտ տոնով։ Ուղիղ եթեր, որոշ դեպքերում աշխատել ուղիղ եթերում եւ արագ արձագանքել իրավիճակին։ Ռադիոլրագրողի կարևոր հատկությունները։ Հստակ եւ գեղեցիկ խոսք, պատասխանատվություն։ Ռադիոյում լրագրողի աշխատանքը պահանջում է լավ խոսք եւ վստահություն, քանի որ այդ դրդարվածը տեղեկատվությունը ընկալում է միայն լսելով։ Գրաքննությունը թերթերում։ Թերթերում գրաքննությունը նշանակում է մամուլի նյութի վերահսկում, սահմանափակում, հրապարակումից կամ հրապարակումից հետո։ Ինչ է գրաքննությունը։ Գրաքննությունը գործընթացն է, երբ պետությունը պետք է այլ իշխանություն ստուգում է, որոշում է կարելի է արդյոք տվյալ նյութը հրապարակել։ Գրաքննությունը նպատակները կարող են լինել պետական գաղտնիքի պաշտպանություն, պատերազմի կամ մարտական իրավիճակի ժամանակ տեղեկատվության վերահսկում, հասարակական կարգի պահպանում, բայց շատ դեպքերում գրաքննությունը սահմանափակում է խոսքի ազատությունը և մամուլի անկախությունը։ Ժողովրդավարական երկրներում օրենքներով երաշխավորվում է խոսքի ազատությունը և գրաքննությունը պաշտոնապես արգելվում է, այսինքն թերթերում գրաքննությունը մամուլի հրապարակումների վերահսկումն է, որը կարող է և պաշտպանական և սահմանափակող դեր ունենալ։ Թույլատրելի նյութերը թերթերում։ Թերթերում թույլատրելի նյութերը սովորաբար այն հրապարակումներն են, որոնք չեն խախտում օրենքը, բարոյական նորմերը և հասարակական կարգը։ Դրանք կարող են լինել լրատվական նյութեր, այսինքն տեղեկություններ երկրի ու աշխարհի իրադարձությունների մասին, կրթական և գիտական հոդվածներ, որոնք կարող են լինել զարգացող բովանդակության և ուսուցողական, մշակութային նյութեր, որոնք կարող են վերաբերվել գրականությանը, արվեստին, մշակույթին, ավանդույթներին և պատմությանը, սպորտային լուրեր, վերլուծություններ և հարցազրույցներ, գովազդներ, եթե դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին։ Թերթերի ստեղծումը ստեղծվել է նրա համար, որպեսզի նպաստի մի շարք տեղեկատվությունների տարածման համար, հասարակական կարծիքի ձևավորմանը, գրագիտության զարգացմանը, տպագրության զարգացմանը։ Այս բոլոր ուղղումները ու պատճառները միասին նպաստեցին թերթերի ստեղծմանը և տարածմանը հասարակության մեջ։ Ինչ նորամուծություններ կարող եք առաջարկել, որ թերթերը ավելի արժի լինեն, կիրառելի լինեն, որոնք սերունդները շատ կարդան։ Ռադիո և հեռուստատեսության մեջ կան թերություններ, որոնք մարդիկ կամ չեն նկատում, կամ էլ չեն ուզում նկատել։ Դրանք են օրինակ, եթե կարող է լինել որևիցե մի մարդ, ով լսողության հետ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով չի կարողանա լսել հեռուստատեսության ձայնը կամ ռադիոյի ձայնը, այդ պատճառով պետք է կյանքի կոչել նորից թերթերը, որպեսզի կարողանան կարդալ եւ գոնե ինչ որ ասում է հեռուստատեսության եւ ռադիոյով տպեն թերթերում։ Տպեն թերթերում։ Շատ ավելի լավ, ապրեք, նստեք։ Ահա։ Մեր թեմա ռադիոն է։
Ռադիո, լատիներեն ռադիո, ճառագայթում կամ ճառագայթ, ոչ տարային կապի տարատեսակ, որի ժամանակ որպես ազդանշանի գրիչ օգտագործում են տարածության մեջ ազատ տարածվող ռադիոալիքները։ Ռադիոն հնարավորություն է տալիս մեզ յուրաքանչյուր հարյուրավոր կիլոմետրերից հեռու գտնող ձայնափողի կամ այսպես ասած միկրոֆոնի միջոցով հաղորդակցվել մարդկանց հետ եւ լսել մարդու ձայնը այնպես ինչպես կողք կողքի։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորությունները, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների եւ տարածվում են օգտագործային լրատվական միջոցները, սոցիալական խնդիրները եւ հեռուստաընկերությունը։ ԶԼՄ-ների կարևորությունը երկրում, ԶԼՄ-ների դերը ցանկացած երկրում շատ մեծ է, քանի որ դրանք հանդիսանում են ժողովրդական հասարակության հիմունքներից մեկը։ ԶԼՄ-ներին ամակիր պահպանվում է խորհրդ իշխանություն, քանի որ նրանք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ ԶԼՄ-ների հիմնական կարևոր գործառույթներն են տեղեկացում եւ կրթում։ ԶԼՄ-ները բերում են լուրեր, վարկածներ, վերլուծություններ, օգնելով քաղաքացիներին հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում։ Հանրային կարծիքի ձևավորում։ ԶԼՄ-ները ոչ միայն տեղեկացնում են, այլ նաև օգնում են մարդկանց ձևավորել սեփական կարծիքը եւ իշխանության վերահսկում։ Ազատ ԶԼՄ-ները բացահայտում են կառավարության չարաշահումների իշխանության չարագործությունները, ստիպելով իշխանությունների պարտավորություն կրել ժողովրդի առջև։ Հանրային քննարկման հարթակները, որտեղ մարդիկ կարող են ներկայացնել իրենց բողոքները եւ իրենց կարծիքները։ ԶԼՄ-ների հիմնական իրավունքները։ ԶԼՄ-ները իրավունք ունեն ազատորեն հաղորդել տեղեկությունները հանրապետությանը առանց շահերի, օրինակ հրապարակել քաղաքական, սոցիալական կամ տնտեսական թեմաներ։ ԶԼՄ-ները պաշտպանված են պետական կամ մասնավոր ճնշումից, ենթարկվելու անհիմն սահմանափակումների։ ԶԼՄ-ները կարող են պահանջել պետական մարմիններից տեղեկությունը, օրինակ ֆինանսական հաշվետվություններ, սոցիալական ծրագրերի միջոց։ ԶԼՄ-ները պաշտպանված են իրենց հրապարակումների, նկարների, հետաքրքրությունների, պատժենահանությունից առանց թույլատվության։ ԶԼՄ-ները պետք է ունենան իրավունք պաշտպանել իրենց լրագրողներին հարձակման կամ սպառնալիքի դեպքում։ ԶԼՄ-ները իրավունք ունեն քննադատելու պետական եւ մասնավոր մարմինների գործողությունը օրենքի սահմանում։ Գործազրկությունը և սոցիալական խնդիր է, որը ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։ Երբ մարդը աշխատանք ունի, նա չի կարող բավարարել իր և իր ընտանիքի հիմնական կարիքները։ Գործազրկությունը հաճախ հանգեցնում է աղքատության և սոցիալական դավարության։ Աշխատանքը մարդու գործունեությունն է, որի միջոցով նա վարում է իր աղոթքը և մարդկանցի հասարակության կյանքի աշխատանքը օգնում է մարդուն զարգանալ ձեռք բերել փորձ և ապահովել իր ընտանիքի տարածքը։ Բացի ճոշոտը ևս կարևոր խնդիր է, հատկապես արհեստների համար շատ խոշորագործներ դժվարության հետ գործում իրենց առավել ծախսերը, քանի որ ստացող գումարը չկարողանում են բավարարում նույնիսկ հիմնական հակակարիքին։ Նպաստը պետության կողմից տրվող աջակցությունն է այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվար սոցիալական վիճակում։ Նպաստը օգնում է բազացնել աշխատանքը, սակայն այն ժամանակում լուծում է եւ չի կարող ամբողջական փոխարինել աշխատանքը։ Աշխատությունը սոցիալական խնդիր է, որի հետևանքով մարդիկ ապրում են վատ, պայմանավորություն բավարար սնունդ, հագուստ եւ առողջապահական ծառայություններ։ Աշխատությունը սահմանափակում է մարդու հնարավորությունը եւ ազդում է նրա ապագայի վրա։ Այն ձեր գործնականում կենտրոնում գրել եք սոցիալական խնդիրներ, լրագրողական զանգվածային մամուլ մեջտեղում, լրագրողական այս ձեր վերնագիրը սոցիալական խնդիրները ինչ կապ ունեն լրագրողային զանգվածային մամուլի հետ։ ԶԼՄ-ները ներկայացնում են մարդկանց սոցիալական խնդիրները երկրի բոլոր մարդկանց Լուսաբանում են բոլոր խնդիրները, այդ օժտվում են ներկայացնում են սոցիալական խնդիրները։ Դվարկեք, որ ինչ ուղղվածություններ եք ընդգրկեք սոցիալական խնդիրների դուքսիրում գրել եք, դվարկեք սոցիալական խնդիրները ձեր։ Սոցիալական խնդիրներն են ցածր թոշակը, տարեցների համար որի մեծ խնդիր է, նպաստը, գործազրկությունը, նաև մեծ խնդիր է աղքատությունը։ Նաև մեծ խնդիր է աղքատությունը, այստեղ սիրում պաստառներով
ուրեմն առաջ եք քաշել աղքատություն, կենսաթոշակներ, ճիշտ է, գործազրկություն եւ նպաստներ։ Դուք ունեք գաղափարներ, այ օրինակ, որ աղքատություն չլինի կամ գործազրկություն չլինի։ Պետությունը այս պարագայում լրագրական զանգվածային մամուլով ինչ պետք է, ինչ տեղեկություն պետք է հասցնի հասարակությանը, որ օրինակ այստեղ աշխատող